Ըստ լեզվաբանների, անգլերեն լեզուն եվրոպական երկրներում ամենադժվարն է։ Նման եզրակացության են եկել անգլիացի լեզվաբանները։ Ապացուցված է, որ հենց այս լեզուն է, որ ամենադժվար կարդացվողն է։ Լավ իմանալով այսօրվա գործատուներին, մի մոռացեք ուսումնասիրել եւ զարգացնել ձեր լեզուների իմացությունը։ Իսկ եթե աշխատանք եք փնտրում, զանգահարեք 060 50 33 17 հեռախոսը համարով։ Դուք մեկ ուրիշի իրավունքը ոտնահարում եք։ Նրանք իրար հետ կկռվեն ձեզ հարգելու համար։ Այդ դուք, տեսեք 30 տարվա մեջ չեք փոխվել։ Մենք այսօր տաղավարում հյուրընկալել ենք հոգեբան Իրինա Ծատուրյանին եւ Աչափնյակ վարչական շրջանի զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակից Նաիրա Նազարյանին։ Ողջունում եմ ձեզ մեր տաղավարում։ Հիշեցնեմ, որ մեր մասնակիցը Ռիման լրացրել է հոգեբանական թեստը, որի արդյունքները այժմ ներկայացնում եմ ձեզ։ Ռիմայի մասին ավելին իմանալու համար նայենք էկրանին։ Սերն անգլերենի նկատմամբ մեր հերոսուհուն ուղղորդեց այդ թեքումով քոլեջ։ Ես որոշեցի դպրոցը 8-ամյա կրթություն ստանալուց հետո որոշեցի շարունակել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հնակետային վարժարանում 2 տարի այնտեղ ավելի որպեսզի անգլերեն լեզուն ավելի ամրապնդեմ։ Հետո 2 տարի այդտեղ սովորեցի ավարտելուց որոշեցի ընդունվեմ արդեն մանկավարժական ինստիտուտ։ Որոշեց ու ընդունվեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, որտեղ ստացավ անգլերենի գիտելիքներ, ինչպես նաև ձեռք բերեց ուսուցչի որակավորում։ Երբ նոր եմ ընդունվել ինստիտուտ, շատ էի սիրում մանկավարժությունը։ Հետո չգիտեմ ինչի, արդեն երբ պրակտիկաս անցկացրեցի, արդեն որոշեցի այլ ուղղությամբ։ Մեր հերոսուհին այսօր ուսուցիչ աշխատելու մասին անգամ լսել չի ուզում։ Գալով այն եզրակացության, որ շատ դժվար է աշխատել այս սերնդի ներկայացուցիչների հետ, Ռիման այլ աշխատանքներ է փնտրում։ Ցանկանալով անգլերենս գործնելու, այսպես ասած, ուզում եմ համատեղել անգլերեն լեզուն մեկ այլ գործի հետ, կախված չլինի հենց իմ մասնակցության հետ։ Վանաձորից Երևան տեղափոխվելուց հետո Ռիման հարմարվել է Երևանին ու կյանքն առանց այս աղմուկի ու շարժի պատկերացնել չի կարող։ Կյանքում ավելի ռեալ, իրատես ու կյանքը վարդագույն ակնոցից այն կողմ տեսնող Ռիմա Բաղդասարյանը մեր այսօրվա հերոսն է։ Ինչպիսին է ձեր առաջին տպավորությունը մեր մասնակցի մասին։ Համեստ է, հավասարակշռված, խելացի, ավելի կոնկրետ ծանոթանալու եւ ավելի մոտիկից ճանաչելու համար Ռիմային հարկավոր է երկխոսության հրավիրել։ Շատ լավ, դուք ինչ կարծիք եք։ Ես ունեմ թեստը նայելուց հետո ես ունեմ Ռիմային մի շարք հարցեր, որը իհարկե ես կկարողանամ տալ Ռիմային եւ կսպասեմ, երբ որ նա գծաղավար։ Շատ լավ, դե ուրեմն կանչենք Ռիմային։ Կանչենք։ Ռիմա, համեցեք մեզ մոտ։ Բարև ձեզ, նստեք։ Ռիմա, ինչպես կայացրեցիք ձեր մասնագիտություն ընտրելու որոշումը։ Ձեր կյանքի նպատակն էր ուսուցիչ դառնալը։ Սկզբում երբ փոքր էի, շատ էի սիրում մանկավարժ դառնալ։ Հետո երբ արդեն մեծացա, սովորեցի, արդեն պրակտիկան անցա, այսպես ասած, տեսա արդեն որ մի քիչ այն չի էլի։ Այսօր նշում եք, որ երբեք չեք աշխատի որպես ուսուցիչ։ Ինչու՞։ Երբեք, ասում են երբեք մի ասա երբեք, այն կարող է հնարավորություն ընձեռվի այնպիսի աշխատանք, որպեսզի հանգիստ լինի առավել ևս, կամ թեկուզ ասենք ես փորձ ձեռք բերեմ, ինչ-որ ցածր էտապից սկսած, հետո կարող եմ… Ցածր էտապը ինչ նկատի ունես։ Խոսքը ասենք ավելի ցածրից սկսած, փոքր ցածր դասարաններից սկսած, որպես ես հիմնականում խուսափում եմ բարձր դասարաններին։ Երբ որ տեսանյութը դիտեցի, ես չսխալվեցի, որ կանխավ որոշեցի, որ դուք ավելի հավասարակշիռ եք, հանգիստ, այսպես ասած տնավարի չափած ձևած, ինչի եք վախենում դուք դպրոցներում աշխատելուց։ Ես հասկանում եմ ինչ որ ձեր մտավախության հիմքը, այսինքն մեր օրերի դպրոցները այն դպրոցները չեն, որտեղ որ դուք կարողանաք ձեզ դրսևորել կամ չեք կարողանա այսպես ասած երեխաների վրա, թե ինքներդ ձեր վրա վստահ չեք։ Էսա եմ ուզում հասկանալ։ Եվ երկրորդ, փորձեք, իհարկե, աշխատանքային փորձը այսօր դուք չունեք փորձ եւ աշխատանքային փորձը այսօր շատ կարեւոր է։ Այո, սկսում եք տարական դասարաններից, բայց ես ասեմ, շատ պատասխանատու գործ է դա, շատ հարգալից եւ պատասխանատու։ Դուք պիտի պատրաստված լինեք
չափազանց շատ մտածեք ձեր այդ աշխատանքի հետ կապված եւ հստակ որոշում կայացնեք։ Հիմա դուք 25 տարի չեք աշխատել եւ արդյոք այսօր գործատուն պատրաստ է ընդունել աշխատանքի մարդու, որը բոլորովին չունի աշխատանքային փորձ։ Ինչ կարծիք եք։ Մեր օրերում նման խնդիր, նման խնդրեմ չկա, չի լինում, դա առաջ էր, նախկինում էր, հիմա ավելի շատ տեղ են տալիս, ընդունում են եւ տալիս են համապատասխան փորձաշրջան աշխատելու համար։ Աշխատեց, համապատասխանեց, վերցնում են աշխատանքի, չէ, ասում են ստեսյուն։ Հիմա դուք ամաչկոտ եք։ Մի քիչ։ Մի քիչ։ Ինչա ամաչելա։ Իսկ կարեք բացատրեք, ես դա չգիտեմ։ Բայց դուք ասեք, որ դուք ամաչկոտ եք։ Կոմպլեքսավորվածություն։ Կոմպլեքսը ինչա։ Սա այն հարցն է, Ռիմա ջան, այստեղ միայն հարցը ինչը, որ ես ձեզ եմ այդ հարցը տալիս։ Սա ականջունեցողը կլսի, դա բոլորի համար է, որովհետև ամաչկոտությունը շատ հատուկ է Հայաստանում աղջիկների եւ կանանց համար, որոնք մի կողմից ամաչկոտ աղջիկը բնութագրվում է իբրև շատ լավ աղջիկ կամ կին, մյուս կողմից իր ամաչկոտությունը խանգարում է իրեն առաջ գնալու եւ իրեն բոլոր կողմերից ցույց տալու։ Ամաչկոտությունը գալիս է այն բանից, դուք ինչ չպատասխանեցիք եւ այդ հարցին շատ քիչ մարդիկ են պատասխանում, ամաչկոտությունը գալիս է նրանից, երբ որ մարդը ուրիշի կարծիքից ավելի կախված է լինում, քան սեփական կարծիքից։ Այսինքն նա շատ հաճախ չի ունենում իր կարծիքը։ Չէ, ամաչկոտով է, որ ասում է հանկարծ էս չասեն, հանկարծ այն չանեն, չէ, այդ ուրեմն նշանակում է, որ իման չունի իր կարծիքը իր մասին։ Ուրեմն Ռիման պետք է ձևավորի նաև իր կարծիքը իր մասին։ Հիմա տեսեք, ամաչել կարելի է միայն այն դեպքում, երբ որ դուք մեկ ուրիշի իրավունքը ոտնահարում եք։ Եթե դուք մեկ ուրիշի իրավունքը չեք ոտնահարում, ինչ եք ամաչում։ Դուք գիտեք, այսքան գիտելիք ունեք, ուրեմն դուք գնում եք եւ ձեր մասին ներկայացնում եք, որ ես գիտեմ սա, դուք այսքան բան ինչ որ բաներ կարող եք անել, դուք գնում եք եւ ներկայացնում եք, ասում եք էս կարող եմ անել, մի քիչ աշխատեմ, կկարողանամ էսել անում։ Այստեղ դուք պետք է ձեր վրա աշխատեք, որովհետեւ դուք կարող եք ձեր ամաչկոտության պատճառով չկարողանաք նորմալ գործի ընդունվել, որը հետո դառնա ձեզ համար շատ ծանր բան։ Ու դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Այժմ եկեք ավելի լավ ծանոթանանք Ռիմայի հետ, նայելով էկրանին եւ հստակեցնելով նրան ցանկալի աշխատատեղերը։ Ռիմա Բաղդասարյան, 25 տարեկան, անգլերեն լեզվի ուսուցչուհի, ցանկալի աշխատավարձը 50,000-ից 100,000 դրամ, ցանկալի աշխատաժամերը 9-ից 18, ցանկանում է աշխատել որպես վաճառուհի, գրասենյակային աշխատակից։ Վաճառուհի ես մի քիչ ոչ թե մի քիչ կասկածում եմ, Ռիման կարող է նաև այդ աշխատանքը անել, բայց ես կուզենայի, որ լիներ ոչ թե հասարակ վաճառուհի, այլ մեր օրերում մենեջեր, որովհետև տեստից ելնելով, այստեղ Ռիման շատ հետաքրքիր պատասխաններ է տվել, որից որ երևում է, որ հավասարակշիռ, հաշվենկատ, խելացի մարդ է։ Իդեպ լավ է, հենց տեստի մասին խոսենք մի փոքր։ Օրինակ, որքանով է քեզ համար հեշտ աշխատանքը կամ նույնիսկ կարիերան փոխելը նպատակին հասնելու համար։ Ռիմա շատ հետաքրքիր պատասխանն է ընտրել։ Դա հեշտ չէ, քանի որ փոփոխությունը երբեմն կարող է ռիսկային լինել ու ամեն ինչ դեպի վատը գնա։ Այսինքն չի շտապում Ռիման որևէ սխալ անել եւ սխալի դեպքում էլ ինքը միշտ մտածում է բավորի մասին, այդ շատ կարեւոր բավորը միշտ օգնում է մարդկանց։ Ես կտրուկ չեմ համաձայնվի ձեզ հետ, որովհետեւ Ռիման հենց այդ հարցի վրա Ռիման, տեսեք նա ինչ է ասում, դա հեշտ չէ, քանի որ փոփոխությունը երբեմն կարող է ռիսկային լինել։ Ուրեմն Ռիման բոլորովին փոփոխությունների չի գնում։ Նա ցանկացած փոփոխությունը իբրև ռիսկ է անցալում։ Ուրեմն Ռիման կնախընտրի եղածով յոլա գնալ, սիրում ես չէ՞ այդ բառակապակցությունը։ Այո։ Ես չեմ վիճի ձեզ հետ որպես մասնագետ։ Ես դա բանալի, որովհետև մենք պետք է մի բան, գիտեք ինչ, մի բան, երբ որ մենք ռիսկերը կարող ենք հաշվել, մի բան, որ մենք պետք է միշտ պատրաստ լինենք գնալ փոփոխություններ, այ հիմա դուք շուբայով չեք եկել, չէ՞։ Որտեւ արդեն ծաղիկները ծաղկել է, դուք փոխվել եք, չէ՞, ձեր հագուստի մեջ։ Իստեղ այ դուք նաև այդ բանը չէ՞ ունեք, որ առանձնապես փոփոխության չգնաք, որ մի բան չլինի, սրանով նրանով յոլա գնալ։ Սիրում եք այդ բառակապակցությունները։ Ոչ այդքան։
Ուրեմն, բա ինչ եք sense պատասխանել։ Ինչ եք sense պատասխանել։ Որովհետև Գուցե դա աշխատանքային անվստահությունից փորձ է չունի, Տիկին Սատուրյան, կոնկրետ դեպքում աշխատանքային փորձ չունի, երբեք չի առնչվել որևէ աշխատանքի հետ, երբեք դուրս չի եկել արտաքին աշխարհ, բնական չի, որ մարդը պիտի մի քիչ վախենա։ Բայց այդտեղ կա Նաիրա ջան, այդտեղ կա պատասխան։ Ես բավականին ճկուն եմ այդ հարցում։ Որ հարցում։ Ես երրորդ պատասխանն եմ այս տեստի, նա ընդգծեց երկրորդը։ Ինչին է չվերցրեց, ես բավականին ճկուն եմ այդ։ Որովհետև ճկուն չի, Տիկին Սատուրյան։ Այ ես հենց այդ էլ ասում եմ, որ ավելի լավ է նա դառնա ճկուն։ Տիկին Նա պետք է իր վրա աշխատի, որ ճկուն դառնա։ Բայց ես ունեմ 30 տարվա փորձ, դեռ ճկուն չեմ։ Դուք ուզում եք աշխատանքային փորձ ունեցող մարդը ճկուն լինի այսօր։ Հա, չի նա համենայն դեպս պիտի կոփվի, Տիկին Սատուրյան։ Ձգտի ճկուն Պիտի կոփվի, հետո նոր ձգտի։ Նախ կկոփվի։ Եթե նա ձգտում չունենա, նրան պետք չի լինի։ Ասում եմ, ես սա ընդունում եմ, երբ որ սա շոշափում եմ։ Ընդունում եմ, բայց ես դա պիտի շոշափեմ, որ ճանաչեմ աշխարհը։ Ես sense մի բան ասեմ, մենք ճկուն չենք առհասարակ։ Եվ մենք փոփոխությունների առանձնապես չենք գնում, մենք ազգովի ունենք այդ հատկությունը։ Այդ դուք, տեսեք 30 տարվա մեջ չեք փոխվել։ Ռիմա, դուք ընդունում եք ստացած խորհուրդները։ Բոլորը ընդունում են, բայց արդեն որը ինձ հարմար է, այդ կարծիքը արդեն կընդունեմ ես։ Պատրաստ եք։ Այո։ Գնանք մեր գործատուների մոտ։ Ինքը փորձ չուներ։ Ինքը արդեն իրեն չի կարողանում ներկայացնել։ Վստահել մեր տվյալների բազան նման մասնագետի թույլտվություն կլինի։ Ես կարծում եմ մարդը այնքան ներուժ ունի, որ անպայման կհասնի իր նպատակին ու ես կարծում եմ նրանից շատ լավ մանկավարժ դուրս կգա, առավել եւս օտար լեզուների մասնագետ է։ Հաջողություն մաղթենք Ռիմային իր առաջին քայլերում եւ հուսանք, որ նա ավելի կայացած կներկայանա գործատուին։ Ես անընդհատ համոզվում եմ այն բանում, որ ինչքան կարևոր է այս հաղորդումը, որովհետև տարբեր մասնակիցներ են գալիս եւ ամեն մեկը ունենում է ըստիս իրեն խանգարող ինչ-որ մի գիծ կամ գծեր եւ բանուգործը տալիս է հնարավորություն դրա մասին խոսելու։ Այ եթե մեր հերոստատիտողները իրար հետևից նայեն այս հաղորդումները, նրանք կհասկանան, թե որտեղ եւ որ մասերում իրենք պետք է իրենց վրա աշխատեն, որպեսզի լինեն, որպեսզի առաջ գնան եւ ոչ միայն աշխատանք գտնելիս։ Բանուգործը առաջարկում է հետևյալ թափուր աշխատատեղերը. մատուցողուհի 80,000-ից 200,000 դրամ, համակարգչային դիզայներ 80,000 դրամ, դեղագործ 150,000 դրամ։ 247 գործատու կամ ընտրանքային համակցության 47.5%-ը գտնում են, որ վարչական աշխատողն առաջին հերթին պետք է լինի պարտաճանաչ։ 19%-ի կարծիքով վարչական աշխատողի կարևորագույն հատկանիշներից մեկը ազնվությունն է, իսկ շուրջ 8%-ի կարծիքով պատասխանատվությունն ու ինքնուրույնությունը։ Երևան City սուպերմարկետների ցանց, հսկիչ խորհրդատու, պարտականությունները, գրանցել պատվերներ, լցնել բաժինը, հետևել դարակաշարին, ինչպես նաև մաքրությանն ու ակցիաներին, ուշադիր լինել ապրանքների ժամկետներին, աշխատանքային ժամերը 9-ից 15:30 եւ 15:30-ից 22:30։ Մենք մոտենում ենք Երևան City սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակին։ Այստեղ գտնվում է մեր առաջին գործատուն, պետք է անցնեք ձեր կյանքում երևի առաջին հարցազրույց, այո։ Այո։ Վստահ եք, ճիշտ եք ձեզ ներկայացնում եւ ամեն ինչ նորմալ է ասում։ Գնացինք։ Գնացինք։ Հաջողություն եմ ցանկանում։ Մեր մասնակիցը աշխատանքային փորձ չունի։ Եվ փոքրինչ անվստահ է, այդ անվստահությունը զգացվեց նաև տաղավարում։ Բայց համոզված եմ, որ իր մարդկային հատկանիշներով ինքը կկարողանա կերել իր պոտենցիալ գործատուներին։ Տեսնենք, ավարտեցիք։ Սպասեք ինձ մի փոքր։ Այո։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ մտածել։ Տեսնենք ով է Դիմոթեանն ազգանունը, Բաղդասարյան, Ռիմա։ Ռիմա։ Ռիման, այո, Ռիմային ուղեգիր պետք է տրամադրեմ, ինքը փորձ չուներ աշխատանքային, իսկ ես հակված եմ այն մարդկանց, ովքեր փորձ չունեն,
առաջին, իսկ փորձը լինի Երևան City-ում։ Դա սկզբունքային շատ կարևոր հարց է իմ համար։ Կխնդրեմ փոխանցեք իրեն։ Մեծ հաճույքով։ Գրենական բաժին ունենք այդպիսի առանձին, որը որ անփորձ մարդու համար շատ հանգիստ, շատ թեթև բաժին է։ Փորձաշրջանը կանցնի կավարտի եւ իր փաստաթղթերով կներկանա մեզ մոտ։ Խնդրեմ, շնորհավորում եմ եւ ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։ Գնամ ես էլ շնորհավորում իրեն։ Շատ լավ, հաջողություն։ Շնորհավորում եմ։ Ներկանանք City սուպերմարկետ եւ տեսնենք ինչ կլինի։ Մնացած կխոսենք։ Գնացեք։ Ինչ տպավորություն ստացաք ձեր առաջի հարցազրույցից կյանքում։ Այո, իմ կյանքում առաջի հարցազրույցն էր եւ լավ էր, դրական պատասխան միանգամից ստացա։ Ցանկանայիք աշխատել այդ խաղում։ Այո, կփորձեմ։ Շատ լավ։ Մենք ունենք դեռ 2 գործատու եւ այժմ գնանք երկրորդ գործատուի մոտ։ Գնացեք, պատրաստ եք։ Պատրաստ։ Գնացեք։ Միջազգային կրթական խորհուրդ, գործավարուհի թարգմանչուհի, պարտականություններն են, նամակագրական կապ հաստատել արտասահմանցի գործընկերների հետ, ընդունել դիմորդներին եւ նրանց տեղեկություն տալ արկա կրթական ծրագրերի մասին։ Աշխատանքային ժամերը 10-ից 18-ը։ Մենք մոտենում ենք միջազգային կրթական խորհրդին։ Այստեղ գտնվում է մեր երկրորդ գործատուն։ Բարև ձեզ։ Մենք հարցազրույց ենք եկել։ Համեցեք։ Տնօրենի մոտ։ Այո։ Այո, շատ լավ։ Համեցեք այստեղ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ մոտ։ Ինչպես եք։ Շատ լավ հարթաստո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համեցեք։ Մեր մասնակիցն է։ Ես կարող եմ մասնակցել հարցազրույց։ Շնորհակալություն։ Համեցեք։ Կներկանաք, խնդրեմ։ Իմ անունը Ռիմա է, Այո, 25 տարեկան եմ, այո։ ավարտել եմ մանկավարժական ինստիտուտը, անգլերեն բաժին 2013 թվականի մայիսին եւ աշխատանքային փորձ չունեմ։ Ավարտելուց հետո անմիջապես ամուսնացել եմ։ Ինչ լեզվ եք տիրապետում։ Անգլերեն, ռուսերեն։ Երբևէ IELTS-ի կամ TOEFL-ի քննություն հանձնել եք։ Ոչ։ Ոչ։ Մի քիչ ավելի կպատմեք ձեր մասին, ինչ կարող եք անել։ Ամեն ինչ կարող եմ անել, ինչ որ ինձանից պահանջվի կանեմ։ Անկեղծ ասած, ես շատ ոգևորված չեմ ձեզ աշխատանքի վերցնելու համար։ Կարող եք ավելի մանրամասն ասել, որոնք են պատճառները, որ դուք մերժում եք մեր մասնակցին։ Այն, որը երբ մեկը ներկայանում է հարցազրույցի, պետք է համենայն դեպս ինքն է իրեն ներկայացնում, ինքը իրեն շատ ավելի լավ ներկայացնի։ Ես մի քանի անգամ խնդրեցի, որ ինքը պատմի իր մասին, եւ ինքը ուղղակի ավարտել եմ համալսարան, աշխատանքային փորձ չունեմ, եւ ավելի աշխուժ մեկն եք ուզում, որ Հիմա կարողանաք այժմ անգլերեն պատասխանել նույն բանը մեր գործատուին։ Չէ, դրա կարիքը չկա բոլորովին, ինքը արդեն իրեն չի կարողանում ներկայացնել, ինքը ինչպես կարող է դիմորդներին ներկայացնել այն ծրագրերը, որոնք որ մենք ուզում ենք։ Կոմպյուտերի ծրագրերին տիրապետում եք։ Որոշ։ Կարող եք ավելի մանրամասն ասել, ինչ են շարունակում որոշ։ Ավելի բացված երևի պատասխանը։ Միգուցե դուք ձեզ միգուցե ինչ որ միջավայր է պետք որ դուք ձեզ բացահայտեք։ Եթե ցանկություն ունեք կարող եք գալ վաղվանից փորձաշրջան։ Ես չեմ ուզում ինքս ձեզ նեղացնեմ։ Եկեք, եթե միգուցե ավելի լավ կճանաչենք, կհասկանանք դուք կարող եք ինչ որ բաներ անել։ Կփորձեմ, այո։ Շատ լավ, գուցե փորձաշրջանի ժամանակ նա կարողանա իրեն ավելի լավ ներկայացնել եւ ավանցան արժանանալ։ Հիմա ոնց որ հասկացա տրամադրված չէ խոսելու։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ցտեսություն։ Հաջողություն, շնորհակալ եմ ձեզ։ Ես անկեղծ ասած համոզված եմ, որ դուք կլինեք ավելի ակտիվ եւ ավելի ճիշտ կարողանաք ներկայացնել եւ ձեր ունակությունները եւ ձեր հմտությունները եւ ձեր հատկանիշները։ Ինչու՞ն էր պատճառը, որ ինչ արեցիք այդպես։ Երևի մասնագիտական հարցերը ավելի շատ էին։ Անսպասելի Անսպասելի էին, այո։ Չէ՞ որ դուք գիտեիք, որ մենք պետք է ձեր մասնագիտությամբ
աշխատատեղ մանգային երկրորդ գործատուի մոտ։ Գիտեի, պարզապես առաջի գործատուի մոտ հանդիպումը այնքան լավ անցավ, ոչ մասնագիտական էր, դրա համար Ուղղակի չեք սպասում։ հա, չէի սպասում։ Հայաստան տեղեկատու տվյալների ճշտման բաժնի աշխատակից պարտականությունները ճշտել կազմակերպությունների տվյալները եւ դրանք թարգմանել ռուսերեն եւ անգլերեն աշխատանքային ժամերն են 9:30-ից 18:30 ընդմիջում 13-ից 14-ը Մենք մոտենում ենք Հայաստան տեղեկատուին։ Այստեղ գտնվում է մեր վերջին երրորդ գործատու։ Բարև ձեզ Արտիկ։ Կարող եք մեզ մոտ դարձնել։ Կարելի է ձեզ մոտ բանացի։ Բարև ձեզ։ Տեսեք։ Հաջող ձեզ տեսնեմ։ Մեր մասնակիցն է։ Ես կարող եմ մասնակցել։ Շնորհակալ։ Պատմեք ձեր մասին։ Անման Ռիմա եմ, 25 տարեկան եմ, սովորել եմ Վանաձորի մանկավարժական պետական ինստիտուտում։ Այո։ Աշխատել եմ անգլիական բաժնում։ Մասնագիտությունը։ Անգլերենի ուսուցչուհի։ Ուսուցչուհի։ Ոչ թե թարգմանչուհի, այլ ուսուցչուհի։ Այո։ Ինչ մակարդակի են ձեր գիտելիքները անգլերենի։ Լավ։ Կարևորը մեզ համար թարգմանություններ կատարելն է ձեր աշխատանքի բնույթը լինելու է կազմակերպությունների տվյալները 3 լեզվով թարգմանել, թե ձեր աշխատանքը հիմնականում անգլերենի մասով է լինելու եւ տեղադրել կայքում։ Դրա համար ես կցանկանայի անպայման ստուգել ձեր գիտելիքները անգլերեն լեզվի։ Լավ, կարող են չէ ստուգել։ Եկեք ստուգենք հետո։ Եվ երևի համակարգիչների աշխատանք։ Հա, որովհետեւ ամբողջը կապված է համակարգչի հետ։ Հիմնականում այս տիպի թարգմանություններ են։ Ուղղագրական հոլով պիտի թարգմանեք։ Ոխը կարող եք անգլերեն լեզվով գրել։ Ընդհանրապես մի քանի տող կարող եք թարգմանել եւ վերջացնենք։ Թարգմանեք ինձ։ Համակարգչային տեխնիկայի սպասարկում։ Սպասարկում բառը միայն դու։ Լավ, համակարգիչ բառը կարող է կամերաներն են ազդու։ Շատ անհագիստ է։ Չէ, բոլորս computer բառը օգտագործում ենք։ Սպասարկում բառը service բառն է։ Լավ, օքեյ, դուք կարող եք միջանցքում սպասել։ Չեմ կարծում, որ խնդիրը ձեր կամերաների ներկայությունն է, Բայց երևի շատ դեպքերում երևի շատ հասարակ որովհետև հնարավոր չի, որ ասենք սերվիսը անգլերեն մասնակետը չի իմանալու։ Եթե ուզում եք առանց կամերաների թույլ տանք հնարավորություն տանք։ Ոնց դուք որոշեք։ Փորձենք մի հատ էլ այդպես հանգիստ թողնենք, միգուցե թարգմանենք։ Միգուցե։ Լավ։ Ճիշտ ասած շատ զարմացեց այն, որ ասենք անգլերենի ուսուցիչը համբյուտեր բառից նեղվեց ու չկարողացավ թարգմանել։ Ինձ թվաց, որ ուղղակի տեսախցիկների ազդեցություն է, բայց Լավ, հիմա տեսնենք։ Տալիս եմ առանցին թարգմանեմ, բայց հեռահար կառավարմամբ միշտ ուսումնասիրում եմ ինչ մեթոդներ են օգտագործում, արդեն իմ համակարգիչից եմ տանում, որ տեսնեմ, այսինքն մեր աղջիկը բոլորովին տեղյակ չէ, որ մենք նայում ենք։ Չէ, փորձում արդեն թարգմանություններ անել, բայց կարծեմ այդտեղ սխալ արեց արդեն։ Ասենք ապահովագրություն տուրիստական է։ Travel insurance-ը։ Insurance-ը ես։ Insurance բառը այնքան շատ ենք օգտագործում, որ գոնե ասենք այդ բառը հետ տեսեք կանգնեց insurance-ի հասը։ Երևի սխալ կարող էր գրվել, բայց գոնե խոսքը հասկացվել ու insurance։ Տեսեք երևի ուրիշ բան գրեց, save գրեց։ Կարծում եմ, որ վստահել մեր տվյալների բազան նման մասնագետի թույլտվություն կլինի։ Խորտ կտամ երևի մի քիչ փորձ ձեռք բերի տարբեր թարգմանություններ կատարել, որովհետև սովորելը շատ քիչ է, ասենք ճիշտ է ուշադրություն են դարձնում, որ մասնագետներս անպայման ավարտած լինեն կամ լեզվաբանական որևէ ինստիտուտ, ովքեր որ բազայի հետ են աշխատում, բայց վստահել նման աշխատակցի բազան իհարկե չեմ կարող։ Հասկանալի։ Հարգելի հեռուստադիտողներ, նաև ձեզ ենք դիմում աշխատանքի հավակնելուց ճիշտ կողմնորոշվեք եւ ճիշտ իմացեք ձեր եւ իմացածի չափը եւ ձեր հավակնությունները։
Դուք հանդիպեցիք ձեր 3 գործատուների հետ, անցաք 3 հարցազրույց։ Դուք ինչ եք մտածում, ինչ ընտրություն եք կատարում։ Ես կփորձեմ երկու տեղ հնարավորություն ընձեռված ինձ փորձաշրջան անցնելու։ Այո։ Ես կփորձեմ փորձաշրջան անցնել։ Փորձեք եւ աշխատեք ձեզ վրա եւ վերհիշեք ձեր մասնագիտությունը։ Հուսով եմ, որ դուք կգտնեք ձեր մշտական աշխատանքը եւ աշխատատեղը եւ կլքեք գործազուրկների շարքը։ Եթե աշխատանք եք փնտրում եւ դեռ չեք կարողանում գտնել, զանգահարեք 060 50 3317 հեռախոսահամարով, գրեք նամակներ էլեկտրոնային հասցեին կամ Facebook-ի մեր պաշտոնական էջին։ Փնտրեք եւ դուք էլ կգտնեք ձեր բանը գործը։